Այդ կոռուպցիայի մեջ խրվածները, ԿՊ-ական պարագլուխները փորձում են դատել քաղաքապետին, ասենք Էջմիածնի նախկին քաղաքապետին, տեսնում է, որ իր ամբողջ թիմը թալանով է զբաղված, կապված ասֆալտի հետ, տենդերների հետ, տարբեր, ինչպես էին իրենց ազգու տակով բոլոր այդ տենդերները շահում, ինչը որտեղ փող կար, սրանք այդ ինչպես կեղտի վրա ճանճը հավաքվում էին ամբողջ թիմով եւ կարողանում էին այդ ամենը իրենք կլլել։ Հիմա եթե Էջմիածնի քաղաքապետին հանցանքների համար, կոռուպցիայի համար դատում են, այդ մարդը տեսել է, որ ամբողջ թիմն է այդպես, այսինքն եթե դատվում են, պիտի բոլորը դատվեն։ Այո, այդ բարոյահոգեբանական մթնոլորտն էլ պիտի ապահովեն, որովհետեւ առանց դրա հավատացեք ոչ տնտեսությունը առաջ կգնա, որևէ բան չի լուծվելու։ Նրանք անկարողներ են, նրանք մեր զավակների պահած տարածքները անգամ տեր լինելու կարողությունը չունեցան։ Եվ հիմա պարբերաբար այս հանձնումները, որով փորձում են այդ խաղաղությունը վերահաստատել, դա կեղծ օրակարգ է։ Եվ մենք անպայմանորեն պիտի ցույց տանք մեր բնակիչներին եւ նրանք, ովքեր հասկանալով հանդերձ անտարբեր կմնան, ուզում եմ հիշեցնել, որ ամենամեծ չարիքները ծնվում են հենց այդ անտարբերություններից։ Եվ եթե մենք այս ընտրություններում էլ թույլ տանք, թեկուզ տեղային ընտրություն է սա, թույլ տանք, որ ԿՊ-ն իր ոտքը հաստատի, հավատացեք հերթական նահանջն ենք ունենալու։